բան ինչու հիմա չեմ լսել։ Նրանք ամերիկյան ներդրումներ են դրանք թե Հայաստանի քաղաքացիների համար պարզ։ Որը որ ասեք։ Որ դուք ինքներդ ասացիք անվտանգությունը ամերիկյան ներդրումները դրանք են։ Տեսեք, նույն թրիփի դեպքում Հայաստանը ոչ մի դրամ չի ծախսել։ Տրամադրել է հող, որը իհարկե փող է, հասկանալի է, բայց վարկ չենք վերցրել, պետական բյուջես գումար չենք տվել, պարտատոմս չենք թողարկել եւ այլն։ Ամերիկյան կողմը գումար, մենք հող։ Այս դեպքում ստացել ենք ու ստանում ենք շատ լավ արդյունք։ Nvidia-ի դեպքում ինքը խոշոր ներդրումային ծրագիր է, որտեղ ներդրողները եւ Հայաստանից են, եւ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր երկրներից։ Իսկ իրենք անդադ գումար են հավաքում ու այդ պրոյեկտի նախնական փուլում, եթե խոսում ենք $500 միլիոն մասին, այդ $500 միլիոն արդեն կարծես թե ոնց որ ներդրվել է կամ ներդրման process-ում է եւ հիմա արդեն խոսում ենք $4 միլիարդ մասին, այսինքն ու ես որքան գիտեմ այդ $4 միլիարդ գումարի մի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, արդեն հավաքվել է, այսինքն ինվեստորները հավատում են պրոյեկտին ու փողը դրել են, որոնք տարբեր երկրներից աշխարհի։ Այսօր որ ներդրում ես անում, պարտադիր չի Հայաստանից կամ Ամերիկայից, մեծ պրոյեկտի մեջ ներդրումային ընկերություններում այսօր ներդրողները փնտրում են լավ ներդրումային պրոյեկտներ, որ իրենց ազատ գումարները ներդնեն եւ իրենք հավատում են այդ պրոյեկտին։ Պարոն Պապոյան, եւ Վենսի հետ հանդիպմանը արդյոք քննարկվել է Իրանի հետ առևտուր անելու ամերիկյան մաքսատուկերի հարցը եւ ինչ որոշ։ Ես տեղյակ չեմ կոնկրետ, չեմ կարող պատասխանել, բայց ես գիտեմ, որ օրակարգում ցանկացած հարց, որը Հայաստանին հետաքրքիր է, միշտ էլ քննարկվում է ցանկացած հանդիպմանը, մենք այդպիսի սահմանափակում չունենք։ Պարոն Պապոյան, երեք Նիկոլ Փաշինյանը բավականին հետաքրքիր հայտարարություն արեց թիփով անցնողայդ երկաթուղի հետ կապված եւ ասաց, որ ուղիղ տեքստով, որ Հայաստանը մտադիր է կոնստիտուցիոն կառավարումը տալ մեկ այլ երկրի, որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Արդյոք կա Ռուսաստանից որոշակի արձագանք այս առումով, արդյոք ռուսական կողմի հետ որևէ քննարկում եղել է այս հարցի հետ կապված եւ այդ երրորդ երկրի հետ կապված այդ երկիրը, որը երկուսի հետ լավ հարաբերություններ ունի, ու մասին է խոսքը կան այդ շրջանակներ երկրներ։ Աշխարհում կան երկրներ, որոնք որ շատ լավ հարաբերություններ ունեն եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Հայաստանի հետ, եւ Ռուսաստանի հետ, երկրներ նույնիսկ կան, եւ իմ տպավորությամբ նաեւ փող էլ ունեն։ Եվ շատ լավ ես այդ մեխանիզմի մասին է վարչապետը խոսել, այստեղ խնդիրը ուրիշ տեղ է։ Խնդիրը նրանում է, որ մեզ պետք է որպեսզի այդ, այսինքն սա Ռուսաստանի դեմ չէ, սա Հայաստանի համար է։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել եւ Ռուսաստանը կարողանա սպասարկել ռուսական կողմը, կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն եւ մենք դրանից քաղաքական եւ տնտեսական անվտանգային օգուտներ ունենանք, մենք խնդրեմ չունենք։ Խնդիրը նրանում է, որ դու գիտեք աշխարհակական դասավորվածությունները այնպիսին է։ Այսինքն մենք չենք կարող ասել, դե եկեք օրինակ այս երկրի համար մեր շահերը ենթադրենք զոհենք։ Չենք կարող ասել։ Ցանկացած պարագայում, երբ որ դրվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի շահ, մենք Հայաստանի շահն ենք պաշտպանելու։ Դրվի Հայաստանի, Ռուսաստանի շահ, Հայաստանի շահն ենք պաշտպանելու։ Հայաստան, ԵՄ, Հայաստան, Չինաստան, Հայաստան, Իրան, բոլորին շատ սիրում ենք, բոլորի նկատմամբ հարգանք ունենք, բայց ցանկացած պարագայում, երբ որ դրվի մի նժարի վրա Հայաստանի ու որևէ բարեկամ, գործընկեր, ռազմավարական դաշնակից, մենք մեր շահն ենք բնականաբար առաջնահերթ համարելու։ Այնտեղ, որտեղ մեր եւ իրանց շահերը կհամընկնեն կամ նույնական կլինեն, շատ ուրախ կլինենք նաև մի բան անենք, որը նաև իրենց շահերից կբխի։ Այսինքն այստեղ եւս որևէ մեծ հաշվով տեղ խնդիր ես չեմ տեսնում։ Այսինքն էլի համարում ենք նորմալ, սա է ամբողջ խնդիրը։ Արձագանքա ռուսական կողմից այս առումով քննարկում եղել է, որ երկաթուղի կոնստիտուցիոն կառավարումը Դե որոշակի արձագանքներ դուք մամուլում նաև վերջին օրերին տեսնում եք, ինչ որ տրամաբանությամբ կա, էլի եմ կրկնում, ուրախ կլինենք, մեր համար շատ կարևոր է, որպեսզի բեռը այդպես գա, մտնի Ադրբեջանից Հայաստան, հետո նորից Ադրբեջան, հետո նորից Հայաստան, հետո գնա Թուրքիա։ Մեր համար դա շատ, որտեղ դա Հայաստանի Հանրապետության շահն է պահանջում, Ժողովուրդ ջան։
Եվ դրա հանելու համար, եթե պետք է բանակցենք այս երկրի հետ, այն երկրի հետ, այս մեկին խնդրենք, այսպես առաջարկենք եւ այլն, այդ պիտի մենք փորձենք անել։ Սա է։ Մենք չենք կարող ասել հասկանում, եթե Ռուսաստանը լիարժեքորեն կարողանա ապահովել այդ երկրում երկաթգծի աշխատանքը, մենք պատրաստ ենք թողնել դա ռուսական կողմին։ Ես կարծում եմ, որ սա ես այսպես եմ ձևակերպում խնդիրը։ Սա որևէ կերպ մեր կողմից որևէ երկրի դեմ ուղղված քայլ չէ։ Սա հակառուսական, հակաիրանական, հակաամերիկյան, որևէ հակաբան չկա։ Սա պրոհայկական է։ Եվ եթե այդ պրոհայկականության մեջ մեր շահը կապահովվի, մեր համար որևէ տարբերություն չկա, բայց այսօր տեսնում ենք ցավոք սրտի իրավիճակն այնպեսին է, որ մեր որոշ գործընկերներ կամ մեր գործընկերների մի մասը իրար հետ չեն կարողանում լեզու գտնել։ Հիմա դրա արդյունքում մենք էլ պիտի փորձենք մեր խնդիրները ինչ-որ կերպ լուծենք։ Պարոն Պապոյան, եթե Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց, որ թրիփի շրջանակներում կան պետություններ, որոնք չեն ուզում, որ երկաթգիծը երաշխող մտնի Հայաստան, այնուհետև գնա Թուրքիա, ովքեր են այդ երկրները, ասեք, օրինակ հնարավոր։ Ես կարծում եմ, որ տեսեք, ես կարծում եմ, որ եթե վարչապետը երկրների անունները չի տվել, ուրեմն դա նպատակահարմար չէ, որ տանք։ Հակառակ դեպքում ինքը կտար։ Իսկ ինքնիշխան Հայաստանը չի կարող օրինակ այդ երկրներին ստիպել փոխել իրենց կարծիքը եւ ունենալ այն ինչ որ մենք ենք։ Ինքնիշխան Հայաստանը կարող է իր շահերը պաշտպանել։ Ինքնիշխան որևէ երկիր շատ դժվար եմ պատկերացնում, որ ստիպի որևէ մեկին ինչ-որ բան անել։ Հենց դա է ինքնիշխանությունը նրա մեջ է, որ քեզ չեն կարողանում ստիպել, որ դու քո շահերի դեմ բան անես։ Ինքնիշխանությունը այն չի, որ դու ստիպես մյուսներին քո շահերի համար իրենք իրենց շահերը զոհեն։ Դա մի ուրիշ բան է ձեր ասածը։ Ինքնիշխանություն ասելով նկատի ունենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկացած պարագայում, երբ որ ինչ-որ հարց է առաջանում մեր շահերի եւ այլ երկրների շահերի, կարողանում են մինչեւ վերջ մեր երկրի շահերը պաշտպանել։ Ցավոք, իսկ պիտի ցավոք արձանագրեմ, մեր անկախության պատմության մեջ քիչ են այդ դեպքերը, որ մեր շահերն է պաշտպանվել բոլոր դեպքերում, որտեղ մենք տեսել ենք այդ որոշումները ոնց են կայացվել։ Ոնց են կայացվել, ընդ որում ես այդ կայացնողները հաճախ չեմ կարծում, որ շատ ուրախ են եղել, որ այդ որոշումները կայացվել են։ Բայց հենց ինքնիշխանությունը նրա մեջ է կայանում, որ երկրի ղեկավարը կարողանում է երկրի շահը պաշտպանել։ Իսկ մենք ռեսուրս չունենք, մենք վերցնենք մեր ձեռքը եւ այդ կառավարումը մենք իրականացնենք։ Որևէ այլ երկիր չվաճառի։ Նա կարծում եմ, որ ամենանախընտրելի տարբերակը բոլոր տարբերակները քննարկված են եւ ամենանախընտրելի տարբերակը, որը կա այս պահին, դա նա է ինչ որ վարչապետը առաջարկել է, այսինքն լինի մի գործընկեր, ով բոլորի հետ ունի շատ լավ հարաբերություն եւ կարողանա չի դառնա կոնֆլիկտի որոշակի կողմ, այլ կդառնա հավասարակշռող եւ կարծում եմ դա վատ տարբերակ չի լինի, բայց դա հասկանալի է, որ դա ինվեստիցիոն առաջարկ է, այսինքն դա առաջարկը անում ես, մյուս կողմը պետք է իր հաշվարկները անի, տեսնի տեղից ինքը ինչ է շահում, այսինքն փող պիտի ինքը ունենա մեջը, հետաքրքրություն պետք է ունենա, պարզից պարզ է, թե իր երկրից պիտի փող բերի դնի այստեղ ինվեստիցիա անի, պետք է հետո հասկանա այդտեղից ինքը կարող է այդ եկամուտները հետ ստանալ, թե ոչ։ Շնորհակալ եմ շատ։